Ըստ էության Տիկին Խաչատրյանը ցանկացել է փրկել կամ իր ամուսնու ունեցվածքը։ Այսպես է ենթադրվում մեղադրական եզրակացություն։ Ենթադրվում, այո։ Հիմա փորձենք հասկանալ, հաջողվեց ձեզ փրկել ձեր կամ ձեր ամուսնու ունեցվածքը, ինչպես նախաքննական մամլի պաշտոնական հաղորդագրություն սովորական քաղաքացին է կարող է նայել եւ հասկանալ։ Մարմնին հղում արեք, թող ինքը ցույց տա այն փաստերը, որով ապացուցվում է, որ տվյալ գույքը պատկանել է Սեյրան Օհանյանին, հիմա Ռուզաննա Խաչատրյանին։ Մեղադրյալը ես եմ, թող ցույց տան այն փաստը, որով քննիչը տվյալ, այսպես ասած, գործը ուղարկել է դատարան։ Եթե ձեզ կտան այդ փաստաթուղթը, ես էլ կիմանամ ինչի մասն է խոսքը։ Տիկին Խաչատրյան այն ամենաժին կհստակեցնեք հետևորդների համար ինչ գույքերի մասին է խոսքը։ Գնացեք ով որ գույքի տերերից հարցրեք։ Ես չգիտեմ ինչ են ուզում ինձ։ Չեն ասում ինչ է թաքցրել։ Չգիտեմ ինձ ասում են Կարինե Մարգարյանի գույքը։ Ով է Կարինե Մարգարյանը։ Գույքի տերը է։ Դուք ճանաչում եք անձամբ Տիկին Մարգարյանին։ Ինչ է կարել Ես ընդհանրապես երբևիցե